Բարև ձեզ, այսօր ես կխոսեմ նրա մասին, թե ինչ է գրաֆիկը, ինչ դեր ունեն նրանք մեր կյանքում, ինչ տեսակի գրաֆիկներ գոյություն ունեն եւ ինչ առավելություններ ունի գրաֆիկը։ Գրաֆիկները ունեն մեծ նշանակություն մեր կյանքում, քանի որ դրանք օգնում են պարզ եւ տեսողական կերպով ներկայացնել տարբեր տվյալներ ու միավորներ, որոնք դժվար է ընկալել միայն տեսքով։ Մեր կյանքում գրաֆիկներն օգտագործվում են բազմաթիվ ոլորտներում, օրինակ, տնտեսություն, գրաֆիկները օգնում են վերլուծել բիզնեսի ցուցանիշները, վաճառքների աճը, համաշխարհային տնտեսության միտումները եւ այլ տնտեսական երևույթներ, օրինակ ֆինանսական խթանման գրաֆիկները կարող են ցույց տալ ընկերությունների կամ շուկայի աճը։ Բժշկություն բժիշկները հաճախ օգտագործում են գրաֆիկներ, որպեսզի ցույց տան հիվանդի վիճակի փոփոխությունը, մոնիտորինգի տվյալները կամ բժշկական փորձարկումների արդյունքները, բառաներ եւ կրթություն։ Գրաֆիկները հաճախ օգտագործում են տարբեր ուսումնական առարկաներում, ինչպիսիք են մաթեմատիկա, ֆիզիկա, կենսաբանություն, ստատիստիկա, որպեսզի ուսանողները հեշտությամբ ընկալեն բարդ կոնցեպտները։ Սոցիալական ցանցեր եւ նորություններ, անցկացված հարցումները, սոցիալական մեդիայի վերլուծությունները կամ քաղաքական կամ սոցիալական երևույթները շատ հաճախ ներկայացվում են գրաֆիկների միջոցով։ Արխիտեկտուրա եւ շինարարություն, շինարարական նախագծերում հաճախ օգտագործում են գրաֆիկներ կամ դիագրամներ ստեղծելու եւ վերլուծելու կառույցների դիզայնը։ Կառավարություն եւ պլանավորում, գրաֆիկները կարող են օգնել կառավարությանը կամ միջազգային կազմակերպություններին որոշումներ կայացնելու համար, հիմնված տվյալների վերլուծման վրա։ Համեմատած լուրջ թվերի կամ տվյալների խմբերով աշխատելու հետ, գրաֆիկները հնարավորություն են տալիս դրանց արագ եւ հեշտ ընկալման համար։ Գրաֆիկները պատկերման կամ պատկերավոր ներկայացման միջոց է, որը օգտագործվում է տվյալների, ֆունկցիաների կամ հարաբերությունների դինամիկան ցույց տալու համար։ Այն կարող է լինել երկու հիմնական տեսակի՝ աշխատանշանի, բլոկայի կամ շրջանագծային, կախված այն, թե ինչ տվյալներ է ներկայացնում գրաֆիկը, լայնորեն կիրառում են մաթեմատիկայում, ֆիզիկայում, տնտեսության մեջ եւ այլ ոլորտներում, որպեսզի ավելի պարզ եւ հասկանալի դարձնի տվյալները։ Գրաֆիկները հաճախ օգտագործում են տարբեր միավորներ կամ գործոնների միջև հարաբերությունների ու փոփոխությունների դիտարկման համար։ Գոյություն ունի գրաֆիկների տարբեր տեսակներ, առավել տարածված են գծային գրաֆիկները, տրամագիրները, շրջանաձև սխեմաները։ Գծային գրաֆիկների օգնությամբ ամենից դյուրին է համեմատել թվերը միմյանց հետ։ Գծային գրաֆիկների օգտագործում են բազմանյութ տեղեկություններ ներկայացնելու համար, օրինակ բնակչության աճը, հիվանդի ջերմաստիճանի բարձրացումը, երկրի դրական շահույթը կամ վաճառված ապրանքի քանակությունը, ժամանակից կախված։ Գծային գրաֆիկները ներկայացվում են հորիզոնական եւ ուղղահայաց թվագրված գծերով սահմանազատված հարթության մեջ։ Առանցքներից մեկի վրա տեղադրվում են անկախ փոփոխականի, մյուսի վրա կախյալ մեծության արժեքները եւ կորի տեսքով պատկերվում է դրանց կախվածությունը։ Տրամագիրները ավելի հարմար են տարբեր մեծությունների միմյանց հետ համեմատելու համար, օրինակ ձեր տան մոտով ամեն օր անցնող տարբեր մակնանշերի ավտոմեքենաների թիվը։ Շրջանաձև սխեմաները նման են անհավասար կտորների կտրտված կարկանդակի։ Դրանք օգտագործվում են, երբ հարկ է լինում ցուցադրել ամբողջի եւ նրա տարբեր մասերի միջև եղած հարաբերակցությունը, օրինակ յուրաքանչյուր մայրցամաքում ապրող բնակչությունը։ Գրաֆիկները օգտագործում են մի շարք կարևոր առավելությունների համար, որոնք օգնում են տվյալների ավելի պարզ, արագ եւ արդյունավետ ներկայացման համար։ Դրանք հիմնական առավելությունները ներառում են դիտման հեշտություն, գրաֆիկները շատ ավելի հեշտ են ընթերնելի եւ հասկանալի, քան երկար թվաբառերը կամ սքանչելի տվյալների շարքերը։ Դրանք թույլ են տալիս արագ տեսողական հասկանալ տվյալների հիմնական միտումները եւ առանձնահատկությունները։
Տեղեկատվության ամփոփում գրաֆիկները թույլ են տալիս միաժամանակ պատկերացնել շատ մեծ թվաբառեր կամ տվյալներ, ինչը հեշտացնում է ընդհանուր պատկերացման ձևավորումը։ Նրանք միևնույն ժամանակ կարող են ցույց տալ բազմաթիվ փոփոխություններ եւ կոռելացիաներ։ Փոփոխությունների պատկերացում գրաֆիկները օգտագործում են ժամանակի ընթացքում փոփոխությունների կամ դինամիկայի ցուցադրության համար, օրինակ գնի փոփոխություն, աճ կամ կրճատում, ինչը հնարավորություն է տալիս պարզ հասկանալու, թե ինչպես են տվյալները փոփոխվել։ Համեմատություն գրաֆիկները հեշտացնում են տարբեր տարրերի կամ խմբերի միջև համեմատություններ, օրինակ բլոկային կամ շրջանագծային գրաֆիկները կարող են ցույց տալ տարբեր խմբերի չափերը կամ հարաբերությունները, դատողությունների եւ կանխատեսումների հնարավորություն։ Հիմնվելով գրաֆիկների վրա կարելի է ստեղծել կանխատեսումներ կամ բարելավել որոշումներ կայացնելու գործընթացը։ Նրանք օգնում են բացահայտելու թաքնված պտույտները կամ տարրերը, որոնք չէին նկատվի տվյալների պարզ ներկայացման դեպքում։ Բարձրացում եւ ուշադրությունը բարձրացում է ուշադրությունը գրաֆիկները ուշադրություն են գրավում եւ դառնում են տվյալների ավելի տեսողական ու դինամիկ ներկայացման միջոց, ինչը նպաստում է տվյալների ընկալման եւ նրանց միջև հարաբերությունների ավելի հստակ հաղորդումը։ Հեշտ է ընդարձակությունը եւ ձևավորումը, դրանք հեշտությամբ կարելի է թարմացնել, կիսել կամ ձևավորել նոր տեսակի տվյալներ, ինչպես նաեւ տրամադրել դրանց ավելի մանրամասն վերլուծություն։ Այսպեսով մենք իմացանք, թե ինչ է գրաֆիկը։